Մի մեծ քար է ընկել Լարիսայի մեջքից, երբ հանձնել է ընդունելության քննությունները։ Չէի պատկերացնում, որ իմ այդ ամբողջ լարվածությունը այդ քննությունների հետ է կապված, հենց քննությունները տվեցի, սենց ոնց որ մեջքիցս սենց մի հատ քար ընկավ։ 17-ամյա աղջիկը փորձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվել, առկա համակարգով սովորելու, բայց բալերը չեն հերիքել։ Երկու փուլով է մասնակցել քննություններին, առաջինը ձմռանն է հանձնել, ամենադժվարը մաթեմատիկան է եղել։ Մաթեմատիկան ավելի շատ, անգլերենը դե հիմնականում այդքան բարդ չի լինում, չնայած սենց խաբուսիկ հարցեր կար, որ շատ հեշտ էր շեղվելը։ Շեղվել եք, բայց։ Հա։ Նայած որին հարց կար, որ տենց հիշել եմ, լավ եմ գրել, հարցեր կար, որ շատ էր շեղող։ Տենց սխալ եմ նշել պատասխանը։ Թեստերը Լարիսային դժվար են թվացել, չնայած 2 տարի մասնավոր պարապել է։ Իհարկե ինքն էլ է ընդունում, որ ցրված է եղել թե պարապելիս, թե քննության ժամանակ։ Շատ եմ փոշմանել, որ ավելի շատ ժամանակ կարայի հատկացնեի պարապմունքներից, բայց ինչ-որ ժամանակներ սենց պրոստը շեղող բաներ են եղել։ Դուրս ընկերները, այդ մի շրջանը ավելի շատ պետք էր տրամադրել պարապելուն։ Միևնույնն է, չի ուզում փոխել մասնագիտությունը, պատրաստվում է հեռակա ուսուցման համակարգով սովորել։ Շատ ծանոթներ ունեմ, որ կտրվել են իրանց ուզած համալսարանի ուզած բաժնից։ Հիմնականում մեծ մասը բողոքում են, որ դժվար է եղել։ Գրեթե 5000 դիմորդ այս տարի տուն է գնացել անբավարար միավորներով։ Անցած ուսումնական տարվա համեմատ 1000-ով ավելացել է պետական բուհեր չընդունվածների թիվը։ Հայաստանի պետական բուհերի 12000 տեղերի համար 16000 դիմորդ է այս տարի քննություն հանձնել։ Շատերի միավորները չեն հերիքել անգամ թափուր տեղերի դիմելու համար։ Թափուր տեղեր մնացել էին 3000-ը, որից 250-ից ավելին նաև անվճար մասնագիտություններ էին։ Դրանցից ընդհանուր լրացվել է 1000-ը եւ պիտի ասեմ, որ թափուր տեղերի մրցույթից հետո այնուամենայնիվ պետական բուհերում 140-ից ավելի մասնագիտություն անվճար մնացել է թափուր։ Սեպտեմբերին պետական 13 համալսարանի 37 մասնագիտություն առաջին կուրսեցի չի ունենա։ Դրանք հիմնականում գյուղատնտեսությանն առնչվող մասնագիտություններ են։ Ագրարային համալսարանում ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա, անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում, Գավառի պետական համալսարանում կենսաբանություն, աշխարհագրություն, ռուսերեն եւ գրականություն, բնապահպանություն եւ բնօգտագործում, այս մասնագիտություններով առաջին կուրսեցիներ չունեն։ Գավառում հայոց լեզու, պատմություն, դեղագործական քիմիա բաժիններում մեկական ուսանող կա։ Պոլիտեխնիկում էլ շատ մասնագիտություններ մեկ առաջին կուրսեցի ունեն։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանում ջերմաէներգետիկա մասնագիտությամբ մեկ ընդունված ուսանող կա, նույն պոլիտեխնիկում մետալուրգիա, պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղ, արդյունաբերական քաղաքացիական շինարարություն եւ կոնստրուկցիաների նախագծում, մրցույթի 2 փուլերից հետո, այսինքն հիմնական եւ թափուր տեղերի մրցույթից հետո իրենք մեկ ուսանող ունեն առաջին կուրսեցի։ Ամենապահանջված մասնագիտություններն են մնում բուժական գործն ու իրավագիտությունը։ Բոլորի բախտը չէ, որ բերում է այդ բաժիններ ընդունվել։ Բուժական գործի 60 անվճար եւ 300 վճարովի տեղի համար հայտագրվել է 832 դիմորդ։ Իրավագիտության 2 անվճար 138 վճարովի տեղի համար դիմել է 305-ը։ 250-ով ավելացել է բուհ ընդունվածների թիվը անցած ուսումնական տարվա համեմատ։ Մոտ 11000 առաջին կուրսեցի է սեպտեմբերից ոտք դնելու համալսարան։ Նրանց վարդագույն վկայագրերը շարված են ԳԹԿ շենքում, ապագա ուսանողները դրանք պետք է տանեն պետական բուհեր, որից հետո կկարողանան սեպտեմբերից նստել համալսարանական աթոռներին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։